ողջունում եմ քեզ Քրիստոսին անկեղծ սիրող իմ հավատքի բարեկամ ուզում եմ քեզ հետ այսօր կիսվեմ որոշակի խոսքով Աստվածաշնչից եւ թող Տերը գա ընդառաջ որպեսզի ես կարողանամ խոսքը ճիշտ մատուցանեմ եւ դու կարողանաս ճիշտ ընկալես այդ խոսքը Աստծո օրհնությունը մեր բոլորի վրա Քրիստոսի անունով ամեն Որպես հիմք վերցնում եմ Գաղատացիս թուղթը 4-րդ գլուխը, կարդանք մի քանի խոսք այստեղից։ Еще скажу, наследник, доколе в детстве, ничем не отличается от раба, хотя и наследник всего. Եվս մի բան ասեմ, ժառանգը, քանի դեռ մանկության մեջ է, ոչինչով ստրուկից չի տարբերվում։ Քանի դեռ գտնվում է մանկական հասակում։ Երկրորդ խոսք. Он подчинен попечителям и домоправителям до срока отцом назначенного. Նա ենթակա է հոգեբարձուներին և տունը ղեկավարողներին մինչև այն ժամանակահատվածը, որ նշանակված է հոր կողմից։ Так и мы, доколе были в детстве, были порабощены вещественным началом мира. Այդպես էլ մենք, երբ որ գտնվում էինք մանկության մեջ, կեղեքվում էինք այս աշխարհի նյութական, այսպես ասած իրավիճակից, նյութից. Но когда пришла полнота времени, բայց երբ որ ժամանակի լրիվությունը հասավ, Бог послал Сына Своего, Աստված ուղարկեց իր որդուն, который родился от жены, որը ծնվեց կնոջից, подчинился закону, ենթարկվեց օրենքին, чтобы искупить подзаконных, որպեսզի գնի օրենքի տակ գտնվածներին, дабы нам получить усыновление, որպեսզի մենք ստանանք որդեգրությունը։ Հիմնական կետը եւ նպատակը այս խոսքերի որդեգրությունն էր։ Եվ այստեղ խոսում եմ մանկության մասին։ Քանի դեռ մարդը գտնվում է մանկության մեջ, ստրուկից ոչինչով չի տարբերվում։ Որովհետև նա դրված է հոգեբարձուների մեկ եւ տունը ղեկավարողների ենթակայության տակ։ Ինչ է սա նշանակում։ Գրված է, որ երբ որ այս ամենը կատարվում է ժամանակը լրանում, Աստված իր որդուն հանում է այդ վիճակից, քանի որ ինքը գտնվում է օրենքի տակ, ինքը դրա համար գին է վճարում, որպեսզի օրենքի տակ գտնվածներին նորից գնի, հետ վերցնի։ Մեզի համար սա խրթին է։ Մենք ոնց որ դե չենք ընկալում այս խոսքերը, բայց մի քիչ ավելի պարզ խոսենք այս մասին։ Մի քիչ ավելի պարզ նայենք այս հարցերին, որպեսզի ընկալել լինի։ Ինչ է ուզում Աստված ասի սրանով։ Եթե մեզանից ամեն մեկը, եթե դու չհասկանաս, որ դու որդի ես, Աստծո որդի, եթե չհասկանաս, դու չես ընկալի Աստվածաշնչի մեջից որևիցե բան, ովքեր որ ծառայի հոգեբանություն ունեն, նրանք որդի դառնալ չեն կարող։ Չի լինի դա, նրանք լավ ծառաներ են, նրանք լավ ստրուկներ են, բայց նրանք որդի չեն։ Որն է որդու հոգեբանությունը, առաջինը սեփականատիրական։ Մենք հիշենք սա, որ մի մարդ երկու զավակ ուներ։ Եվ կրտսերը մոտեցավ ասավ տուր ինձ իմ բաժինը։ Այստեղ մենք նկատում ենք, որ այդ կրտսերը զգում էր, որ ինքը որդի է։ Հասկանում էր, որ ինքը որդի է։ Եվ հասկանում էր, որ իր հոր մոտ ինքը ունի բաժին։ Բայց մենք տեսնում ենք, որ մեծ որդին չէր հասկանում սա։
Եվ հորը ասում էր, դու ինձ մի ուլ էլ չես տվել։ Իսկ հայրը պատասխանեց, որդիս, այն ինչ ունեմ քոնն է։ Որտեղ ենք մենք սա տեսնում Քրիստոսի կյանքի մեջ։ Բոլոր հարցերը մենք պետք է զուգահեռական անցկացնենք Քրիստոսի կյանքի հետ։ Մենք տեսնում ենք քահանայապետական աղոթքում Հիսուս Քրիստոսը 17-րդ գլխի 10-րդ խոսքում Հովհաննես Ավետարանի ասեց. Հայր, ես ինչ ունեմ քոնն է, դու ինչ ունես իմն է։ Եթե իսկապես դու գնահատում ես սա, եթե իսկապես դու հասկանում ես հենց այսպես ինչպես գրված է, ապա երբ որ Աստված դիպչի քո սեփականությանը, դու ոչինչ չես ասի։ Ով է հյուրը։ Եթե ես գալիս եմ քո տուն հյուր, դու ինձ շատ լավ ընդունում ես։ Դու հանում ես քո լավագույն ուտեստները եւ դնում ես իմ առաջ։ Դու հյուրասիրում ես ինձ։ Արդյոք ես կարող եմ քո տան մեջ ազատ բացեմ քո սառնարանը։ Միանգամից պատասխանում եմ ոչ։ Որովհետև դու ինչ ունես, իմը չէ։ Դու իմ բաժինը տալիս ես ինձ։ Դնում ես սեղանին։ Ես կուզեմ կուտեմ ամբողջը, կուզեմ մի մասը կուտեմ։ Եվ քանի որ դու հյուրասիրում ես, դու երբեք աչքով չես էլ թարթի։ Բայց այն ինչ որ դու ունես, իմը չէ։ Այդ պատճառով էլ, եթե ես դիպչեմ սառնարանին, էթիկ չի համարվի։ Բայց եթե կա մի անձնավորություն քո կյանքի մեջ, որ դու գիտակցում ես, որ դու ինչ ունես պատկանում է նրան, եթե նա գա դիպչի քո սառնարանին, քո մեքենային, որևիցե մեքենայի բալանիները վերցնի ինչ-որ տեղ գնա ու գա, դու ոչինչ չես ասի։ Ոչինչ չես ասի, քանի որ դու ինչ ունես, իրեն է պատկանում։ Նոր դրանից հետո դու սկսում ես ընկալել, որ նա ինչ ունի, քեզ է պատկանում։ Բանից պարզվում է, որ նա ունի շատ ավելի քան դու։ Բանից պարզվում է, նա ունի անսահմանափակ հարստություն։ Անսահմանափակ։ Ես երեք խոսում եմ մի եղբոր հետ, ես իրան ասում եմ, ինչու են ժամանակակից հավատքի մարդիկ այդքան հիվանդ։ Պատճառը ինչն է։ Մարդիկ հիվանդ են։ Մասսայական 95-98% հավատացյալ մարդկանց բոլորը հիվանդ են։ Ինչու պետք է հիվանդ լինեն նրանք։ Պատճառը ինչն է։ Չէ՞ որ Քրիստոսը ասեց, որ մեզի տրված է ամեն բան կյանքի եւ բարեպաշտության համար։ Ես չեմ ասում, թե հավատացյալ մարդուն հիվանդությունը չպետք է մոտենա։ Կարող է մոտենա հիվանդությունը հավատացյալ մարդուն, բայց նա այդ հիվանդությունը պիտի հաղթի եւ դուրս գա։ Չէ՞ որ դա էլ փորձության մի տեսակ է։ Քրիստոս Հիսուսի մասին ռուսական թարգմանության մեջ Եսայի մարգարեության 53-րդ գլխում գրված է. Մուж скорбей, изведавший болезни։ Հայերենում այդպես չի գրված։ Այստեղ գրված է մուж скорбей, տառապանքի մարդ, изведавший болезни, հիվանդություններ տեսած։ Նրա կյանքի մեջ բաներ է եղել, նա անցել է այդ ուղիները։ Ինչու՞։ Որպես ինկալի մարդկանց, որպես հասկանա մարդկանց, մեզ էլ Աստված հաճախակի թույլ է տալի որևիցե փորձություն, ոչ թե նրա համար, որ մենք վատնենք, այլ սովորենք փորձության մեջ գտնված մարդկանց ճիշտ ձեռք մեկնելը, ճիշտ օգնություն ցուցաբերելը, ընկալելը, հասկանալը իրանց։ Հիշում եք 9-րդ գլուխը 24-րդ խոսքը Երեմիա մարգարեության գրված է. Եվ պարծեցողը թող ասով պարծենա, որ կհասկանա ու կճանչնա եւ գիտե, որ ես եմ Տերը, որ երկրի վրա իրավունք, արդարություն ու ողորմություն կանեմ։ Մենք պետք է առաջինը հասկանանք Աստծուն, հասկանանք, երկրորդը ճանաչենք նրան եւ երրորդը վերջապես գիտենանք։ Սա այն դոգմաներն աստվածաշնչային, որը բեկման ենթակա չի։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը ունի դոգմաներ, որը ենթակա չի։ Դոգմաներից մեկը դա աստվածային բնությունն է, որ նրա բնության մեջ չկա այս կամ այն բանը, չկա սուտը, չկա երկմտությունը, նրա դոգմաների մեջ չկա անհավատարմությունը, չկա, այս ամենը չկա։
ու մենք պետք չի նոր ինչ-որ բան ստեղծենք, բայց դա չկա ու վերջ, ու մենք գիտենք սա։ Ու նմանատիպ շատ բաներ։ Հիմա, այստեղ Գաղատացիս թղթի մեջ Պողոս Առաքյալը ներկայացնում է մանկությունը, որ մարդը քանի դեռ մանկության մեջ է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այդ մանկությունը հավերժ պետք է չտևա մեր կյանքի մեջ։ Աբրահամը, երբ որ ծնեց Իսահակին, մենք տեսնում ենք, որ երբ որ Իսահակը կաթից կտրվեց, նա մոր կրծքից կտրվեց, գրված է, որ Աբրահամը մեծ խնջույք արեց։ Մեծ խնջույք արեց Աբրահամը։ Որդին կաթից կտրվել է։ Դու չես պատկերացնի մերոխությունը նրա համար, որ երբ որ ես քեզ խորհուրդ տվեցի, որ ինչ աշխատանք անես, որ դրանով դու կարող ես քո տունը ապահովել, դու սկսեցիր անել ու քո մոտ հոյակապ սկսեց ստացվել։ Դու չես պատկերացնի ինչ հանգիստ եմ ես քեզ համար, քո տան համար։ Աբրահամը պետք է հանգիստ լիներ իր տղայի համար։ Նա պետք է հանգիստ լիներ։ Եվ հանկարծ իր տղան արդեն կաթից կտրվում է, ուրեմն հաստատուն կերակուր է սկսում ուտել, բայց կա պարադոքսալ մի վիճակ։ Առաջին Կորինթացիս թղթի մեջ 3-րդ գլխում գրված է. «Եվ ես եղբայրներ, չկարողացա խոսեմ ձեզ հետ, որպես հաստատուն կերակուր ուտողների հետ, այլ որպես կաթնակերների հետ Քրիստոսով»։ Դեռ հաստատուն չեք դուք, ասում եմ։ Այսինքն հաստատուն կերակուր ուտողը Քրիստոսի մեջ, որը դադարել է կաթով սնվելուց, նա ապրում է այլ ձևով։ Նրա մտածելակերպը այլ ձև է։ Հետո մենք նկատում ենք, որ նրանց կյանքում գնում էր խառնաշփոթ, բաժանումներ, հպարտություններ, ըմբոստություններ, բամբասանքներ։ Բայց Աստծո որդուն վայել չի այդ ամենը, Աստծո որդու մեջ չկա այդ ամենը։ Ուրեմն երբ որ Քրիստոսի կերպարը մեր մեջ սկսում է ձևավորվել, մենք անցնում ենք որդիության։ Եթե մենք անցնում ենք որդիության, մենք չենք կարա որդուն չնմանվենք։ Մենք չենք կարա Քրիստոսին չնմանվենք։ Որդիության ամբողջ գաղափարը, ժառանգ լինելու ամբողջ գաղափարը, դա Քրիստոսին ժառանգակից լինելն է։ Եվ դրա համար նշանակված է ժամանակահատված։ Բանից պարզվում է մեր կյանքում նշանակված է ժամանակահատված, որ մենք այդ ժամանակահատվածում ինչ պիտի անենք, որտեղ պիտի լինենք։ Հետո Տերը ուզում է այդ ժամանակահատվածին վերջ դնի, բայց հանկարծ Աստված տեսնում է, որ այդ անձնավորությունը պետք է ինքը արդեն հաստատուն կերակուր ուտի, բայց դեռ կաթ է ուտում։ Դեռ ինքը չի հասկանում, որ ինքը կարա ինքնուրույն քայլ կատարի։ Ինքը կարա ինքնուրույն քայլ կատարի։ Երբ որ ես ուզում եմ, որ դուք առանձին ժողովներ անեք, իմ նպատակը նա չի, որպեսզի ես ձեզ թողնեմ։ Իմ նպատակը դա է, որպեսզի դուք կարողանաք կայուն եւ հաստատուն մնաք։ Ինքներդ, ինքնուրույն ձևով։ Ես սա եմ ուզում տեսնեմ ձեր կյանքի մեջ։ Երբ որ ես ձեր կյանքի մեջ դա չեմ տեսնում, իմ մոտ դա տրագեդիկա, ես դժվարանում եմ այս հարցի մեջ։ Երբ որ ձեզ հարցնում եմ, այսօր ինչ ես կարդացի Աստվածաշնչից, կամ երբ ես վերջի անգամ Աստվածաշունչ բացա, եթե ես տեսնում եմ, որ դու մտերիմ ես Աստծո խոսքի հետ, իմ հոգիս ուրախանում է, բայց երբ որ ես տեսնում եմ, որ դու այդ կերակուրը չես ուտում, այսինքն դու անհատական կյանքի մեջ, որպես անհատ առանձին կյանքիդ մեջ չես կարողանում այդ հարթակը պահես։ Բայց հարթությունը պահել պետք է։ Եթե դու հասել ես մի կետի, այդ կետը պահել պետք է։ Հիմա մեզ Աստված տալիս է ժամանակահատված։ Եթե Տերը տեսնում է, որ մենք այդ ժամանակահատվածում չենք հասունացել, Տերը մեր կյանքում թույլ է տալիս փորձություն։ Ամեն փորձություն, որը մեզ մոտենում է, այդ փորձությունը սկսում է մեզ կոփել։ Ու մենք ստիպված ենք լինում մեծահասակի հայացքով նայել այդ հարցին։ Օրինակ, մի անձնավորություն ունի հրաշալի հայր, բայց Աստված մեր տեսակետով ժամանակից շուտ այդ հորը վերցնում է այդ մարդու կյանքից եւ այդ մարդը մնում է մենակ։ Երբ որ կա հայրը, նա իր ընտանիքին նայում է այլ հայացքով, հանգիստ հայրը կա ու վերջ։ Նա չի էլ պատկերացնում, որ այդ հայրը ինչ իսկական հայր է իր կյանքի մեջ, չի էլ պատկերացնում։ Բայց երբ որ հայրը չկա, մեկ էլ տեսնում է, որ ինքը այդ ընտանիքին նայում է լրիվ ուրիշ հայացքով։ Արդեն իր ուսերի վրա պարտականություն ազգում, լրիվ ուրիշ բան է կատարում իր կյանքի մեջ։ Ստեղից իր մեջ սկսում է ձևավորվել տղամարդը, այն մարդը, որը պիտի դադարի կաթ ուտելուց, նա արդեն իրավունք չունի հարցերին իր
մանկական պրիզմայից նայելու, նա արդեն հարցերին պիտի նայի իր տղամարդկային պրիզմայից։ Հիշում եք Հակոբի որդիներին, երբ տղամարդ անվանում Աստվածաշունչը։ Մինչև այդ նրանք իրանց երեխեքի տեղ էին դնում։ Եկան տեսան ջինային, իրանց քրոջը բռնաբարել են։ Ու տեղ Աստվածաշունչը նրանց անվանում է մուժի, տղամարդիկ, առաջի անգամ նրանց մեջ տղամարդը սկսեց խոսալ, բարկացան, զայրացան, մեր քրոջ հետ վարվել են բոզի նման, թրերը վերցրեցին, գնացին, մի ամբողջ քաղաք ոչնչացրին։ Դե ժամանակվա քաղաքները փոքր էին, գնացին բոլորին մեր ու մանուկ, բոլորին ոչնչացրին։ Հիմա նայեք այս հարցին, ով ենք մենք, երբ մեր մոտ առաջանում այդ տղամարդկային վիճակները, երբ որ մենք գալիս ենք կանգնում փաստի ու փորձության առաջ։ Դա համար մենք պետք է չվախենանք այդ փորձություններից, այդ քննություններից, սրանք լինում են տարբեր ձևով, տարբեր ժամանակներում, տարբեր գույների, նրանք հայտնվում են մեր կյանքում։ Դրա համար Պետրոս Առաքյալը ասում է եղբայրներ, օտար բան մի համարեք կրակե փորձությունը։ Օտար բան մի համարեք։ Երբ որ ձեր դուռը, հոգևոր դուռը թակում է փորձությունը, դուռը բացում եք փորձությունը մտնում է տուն, մեկ վախեն այդ փորձությունից։ Ամեն փորձություն բերում է իր բարիքը։ Ամեն փորձություն բերում է այն հոգևոր հաղթանակը, որ հետո դու քեզ տեսնում ես, որ բարձր դիրքի վրա ես գտնվում։ Եթե դու պիտի սպասես այդ փորձությանը, դա փորձություն չի։ Փորձությունը գալիս է անսպասելի։ Ոչ ոք նրան չի սպասում, ու մարդը չգիտի, թե որտեղից կգա սա, ինչ պայմաններում կլինի սա։ Բայց մենք մի բան պետք է իմանաս, դու որդի ես։ Դու որդի ես ու վերջ, դու վախենալու ոչինչ չունես։ Աստված ուզում է, որպես դու դա անցնես, դու իր որդին ես։ Երբ որ քո մեջ սկսում է աշխատել սա, որ դու Աստծո որդի ես, քո որդիությունը սկսում է աշխատել։ Ինչ է նշանակում սա։ Ստրկական վիճակից դուրս ես գալիս։ Դու արդեն չես վախենում որևիցե բանից։ Այն ֆոբիաները, որ գալիս են մարդկանց մոտ, քո մոտ սա չկա։ Ինչ նշաններից մարդիկ վախենում են, դու չես վախենում։ Ինչի՞ չեն ուզում սպասել, ինչ որ իրանք հանդիպեն իրենց կյանքի մեջ, դու դրանից չես խուսափում։ Քեզի համար միևնույնն է, որտեղ Աստված, որը որ քո հայրն է, նրա համար հաղթել մեկին կամ հաղթել հազարին նույնն է։ Աստծո համար մեկն էլ մեկ է, հազարն էլ մեկ է։ Դրա համար դու որպես Աստծո որդի, դու հաղթանակի մարդ ես։ Քեզ նախորոք կանխատեսված է հաղթանակ, միայն դու քո պատերազմը պիտի տանես։ Քո պատերազմը պիտի տանես առաջ։ Պիտի հասկանաս ու չվախենաս, որ քո դժվարություններին Աստված անմիջնական մասնակցություն է տալիս։ Նպատակը սրա քո որդիությունն է, որ դու ընկալես սա, եւ որդիության նպատակը քո ժառանգությունն է, որ դու ստանաս Աստծուց։ Դրա համար դու դառնում ես ժառանգ, եւ ժառանգության հիմնական նպատակը որդեգրությունն է։ Իսկ ինչ է որդեգրությունը։ Ինչ ասա, որպեսզի մեզանից ամեն մեկը հասկանա, որ Աստված երկրի վրա ոչինչ չի անում, եթե ոչ իր որդիներով։ Իր որդիներով, ուշադիր լսեք ինչ եմ ասում ձեզ, գրված է մեկ անգամ եւս պիտի շարժեմ, ոչ մենակ երկիր, այլև երկինքը պիտի շարժեմ, որպեսզի հաստատումները կայուն մնան։ Ովքեր են այդ հաստատումները, ովքեր են նրանք, ովքեր որ ոչ երկնքի մեջ են, ոչ էլ երկրի վրա։ Իսկ ովքեր կարող են երկնքի մեջ չլնել, ովքեր կարող են երկրի վրա չլնել, եւ երկինքը ստեղծագործությունն է, եւ երկիրը ստեղծագործությունն է։ Նրանք, ովքեր որ ստեղծագործության մեջ են, նրանք պիտի շարժվեն։ Բոլոր անխտիր, ուզում է հրեշտակներ լինեն, ուզում է քերովբենե, սերովբենե, ով ուզում է լինի։ Ուզում է դևեր, դևիկներ լինեն, ով ուզում է լինի։ Ամբողջ հասարակարգը պիտի շարժվի տեղից։ Ամբողջը, բայց մենակ կան մարդիկ, որոնք պիտի չշարժվեն, ովքեր են դրանք Աստծուց ծնվածներն են, ովքեր ծնվել են Աստծուց, դրանք են մարդիկ են, որոնք որ Աստծո որդիներ են, Աստծո որդիները գտնում են ոչ թե երկնքում, ոչ էլ երկրի վրա, Աստծո որդիները գտնում են Աստծո մեջ, նրանք Աստծո գենն են և ներկայացնում են Աստծուն, դու պետք է հասկանաս, որ դու Աստծո գենն ես, և մի գաղտնիք ասեմ քեզ, ոչ ոք քո այս խոսքը չի ընկալի, բացի Աստծո որդիներից։ Ոչ ոք չի ընկալի այս խոսքի խորությունը բացի նրանցից, ովքեր իսկապես գենետիկորեն Աստծուց են ծնված։ Որոշիչը սա է,
Եվ Աստծուն կարող են փնտրել միայն որդիները։ Աստծուն որպես հայր կուզենան ճանաչեն միայն որդիները։ Նրանց բավարար չի ծառայողական դիրքը, բավարար չի։ Նրանց պետք է որդիական դիրք։ Ես չեմ ասում, թե նրանք պետք է նստեն, ասենք սենց ու փառահեղ մի հատ վիճակներ, ես դրա մասին չեմ ասում։ Երանի քեզ, եթե դու ծնել ես որդի, եւ դու ունես մեծ ֆիրմա, որը ղեկավարում ես, եւ այդտեղ դու դրել ես որպես տնօրեն քո որդուն, եւ քո որդին ղեկավարում է քո ֆիրման։ Նրանից հավատարիմ մարդ քո կյանքի մեջ գոյություն չի կարող ունենալ։ Միակ մարդը, որին դու կարող ես ամբողջովին վստահել, դա քո որդին է, որը որ կծառայի քեզ։ Եվ այսպես դու որպես որդի, երբ որ սկսում ես ծառայել հորը, այսինքն Աստծուն, դրանից են կողմ կատարելություն գոյություն չունի։ Եվ Աստված կամենում է այս ամենը քո կյանքում տեսնել։ Ուրեմն մենք գիտեմ իմանանք, որ մեր կյանքում նշանակված ժամանակահատվածներ կան։ Եվ այս նշանակված ժամանակահատվածները, երբ որ տեսնում ենք, որ մեր իրադրության մեջ ենք, որ չենք կարողանում դուրս գանք այդտեղից։ Հանում ենք չենք կարողանում, հանում ենք չենք կարողանում, սա ոչ թե մենք չենք կարողանում դուրս գալ իրադրությունից, այլ Աստված կամենում է, որ տվյալ ժամանակահատվածում մենք այդտեղ գտնվենք, որտեղ նա մեզ հետ աշխատելու բան ունի, որտեղ նա մեզ ասելու բան ունի։ Հիշում եք 112 Սաղմոսի 7-րդ խոսքը։ Գրված է. արդարը չարուրեն չի վախենա, անոր սիրտը հաստատ է, որպեսզի քեզ ուսա։ Գիտես սա ինչ նշանակում։ Սա նշանակում է, որ դու որպես Աստծո որդի, քեզի համար չար, լուրջ գոյություն չունի։ Բա ինչ գոյություն ունի։ Եկել են ասել են, որ մի հատ ինչ-որ դեպք կա կատարվի, սա չար լուրջ չի։ Քեզի համար չար լուրջ չի սա։ Եթե Աստված թույլ է տալիս քեզ ընկնես որևիցե իրադրության մեջ, սա չի նշանակում, որ դու ելք չունես այդտեղից։ Պարզապես Աստված կամենում է, որ դու տվյալ ժամանակահատվածում այդ իրադրության մեջ գտնվես։ Այդտեղից կա միլիոն ելք, եւ Տերը քեզ հանգիստ կհանի այդտեղից, բայց այդտեղ քեզ գտնվել պետք է։ Եվ եթե այդտեղ ասում է, որ երբ որ արդարը Աստծո որդին իմանում է չար լուրի մասին, նա սիրտը չի վախենում, որովհետև նա գիտի, որ իր կյանքում չար լուր գոյություն չունի, իր կյանքում գոյություն ունի Աստծո կամք, այսինքն իր հոր սեփական կամքը իր կյանքի համար։ Դրա համար ինքը հաստատ է։ Մնացածը այդ կամքը այդպես չեն ընդունում։ Նրանք չեն ուզում Աստծո կամքը։ Քրիստոսը ցույց տվեց Գեթսեմանի պարտեզում, ինչպեսի պայքար է կատարվում, երբ որ մարդը պիտի ընդունի Աստծո կամքը։ Քրիստոսը ցույց տվեց ինչ էր կատարվում, որ հայր, եթե հնարավոր է, այս գավաթ ինձանից հեռացրու։ Քանի անգամ է գալիս այդ իրադրությունը իմ, քո կյանքի մեջ, քո եւ իմ կյանքի մեջ, որ մենք ուզում ենք այդ գավաթին հակառակենք։ Բայց որդիությունը թույլ չի տալիս սա։ Եվ վերջնական արդյունքում որդին հորը ասում է, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի։ Ես ուզում եմ քո կամքը իրականանա, որովհետև քո կամքը իմ կյանքում կատարյալ է, բարի է եւ վերջապես հաճելի է։ Խիստ կարևոր է սա։ Ուրեմն մենք նկատենք սա, որ Աստված տարբերություն է դնում ծառայի եւ որդու միջեւ։ Գանք մեկ այլ կետի, հասկանանք սա։ Մովսեսի մասին գրված է, որ ինքը իսկապես այն վկան էր, որը պիտի վկայեր այն բոլոր վկայությունների մասին, որը Աստծուց ստացել էր։ Սա Եբրայեցի ստուղթ 3-րդ գլուխ 5-րդ խոսք։ Բայց նրա մասին գրված է, որ նա ընդամենը ծառա էր Աստծո տան մեջ։ Իսկ Քրիստոսը Հովանով Պետրանի մեջ ասում է, որ ծառան հավիտյան տան մեջ չի մնում, այլ որդին է մնում։ Դրա համար Մովսեսը Աստծո տան մեջ չի կարող հավիտյան մնա որպես ծառա։ Նա պետք է դուրս գա այդ տանից։ Հանկարծ չմտածեք, որ Մովսեսը ոմն մեկն է։ Աստված կարա Մովսեսներ հանի տարբեր տեղերից։ Նա որպես ծառա չի կարող Աստծո տան մեջ մնալ։ Դա բացառվող հանգամանք է։ Քրիստոսը ասեց, որ որդին է մնում տան մեջ։ Որպեսզի Մովսեսը Աստծո տան մեջ մնա, ունդեղից դուրս չգա, նա պետք է դառնա որդի։ Եվ ստեղ 6-րդ խոսքը ասում է, իսկ Քրիստոսը որպես որդի է տան մեջ։ Ուշադիր լսեք։ Քրիստոսը որպես որդի է տան մեջ, եւ այդ տունը դուք եք, եթե համարձակությունը եւ ապավինությունը մինչեւ վերջ ամուր բռնեք։ Ուրեմն որդիներին հարիր է համարձակությունը, ոչ թե, ասենք են, այսպես այդ սուտի համարձակությունը, որտեղ լկտիանում է մարդը Աստծո առաջ, այլ համարձակությունը, որտեղ կա ապավինություն։ Ապավինել նշանակում է հուսալ, կառչել, կռնտնել, հենվել։ Հասկանում եք թե չէ։ Մեկը, որին դու վստահում ես, եւ դա ինքը Աստվածը։
Խոսքի հիմնական նպատակը հետևյալն է, որ Քրիստոսի ամբողջ զոհաբերության նպատակն էր քեզ որդի դարձնել։ Եվ նա պարզապես իրանից չէր վերցնում սա նախասահմանություն էր։ Նախասահմանված է համաձայն Հռոմեացիս թղթի 8-29 խոսքի, որ Աստված նախասահմանեց քեզ իր որդու պատկերին կերպարանակից անելու, ժառանգակից, կերպարանակից, որ դու Քրիստոսի պատկերին կերպարանակից լինես, նույնը։ Լավոդիկի եկեղեցին ասում է, ով որ հաղթի, նա պիտի նստի իմ կաթորին, իմ գահին պիտի նստի։ Իմ գահին, Աստծո գահին պիտի նստի, հաղթողը։ Հաղթողներ չեն կարող լինեն, եթե կա մի ուժ, որը նրանց կարած հաղթի։ Գրված է, որ սատանային տրվեցավ հնարավորություն, որ Աստծո սուրբերի հետ պատերազմի եւ նրանց հաղթի։ Ինձ համար միշտ պարադոքսալ է սա, ինչ նշանակում նա Աստծո սուրբերին, ո՞նց կարող Աստծո սուրբերին հաղթել։ Ո՞րն է այդ հաղթանակը, ո՞նց կարող։ Հետո ես հասկացա ինչու է կայանում բանը։ Սուրբերը, որոնք բարեխոսության կարիք ունեն, ուրեմն իրանք արատ ունեն։ Հոբ գիրք, մենք կարդում ենք Հոբ գրքի մեջ, տեսնում ենք, ասենք 4 գլխի 18-րդ խոսքը, մենք տեսնում ենք 15-րդ գլխի 15-րդ խոսքը, մենք տեսնում ենք 25-րդ գլխի 5-6 խոսքերը, թե որտեղ է գալիս այդ արատը։ Սուրբերի կյանքում։ Բայց որդիների կյանքում դուք արատ չեք տեսնի։ Որդիները միշտ կատարյալ են հոր առաջ։ Եվ այստեղ մեզ խիստ կարևոր է, որ մանկությունից դուրս գանք։ Մեզ պետք է մանկությունից դուրս գալ եւ հասկանալ, որ մենք որդի ենք։ Իսկ որդին արդեն ունի այն պարտավորությունը, ինչ որ չունի որևիցե մեկը, որտեղ որդին գենետիկորեն կրում է հոր բնությունը։ Հոր բնությունը։ Ուրեմն ձեր բնությունը պիտի խոսային մասին, ով եք դուք։ Ինչ բնություն ունեք դուք։ Իսկ բնությունը խոսում է ասենք կյանքի ուղղորդվածության մասին, թե ձեր կյանքը ինչ ուղղությամբ է գնում։ Իմ սիրելի բարեկամ, ես կուզեմ, որ խոսքը քեզ անհանգստացնի եւ հասկանաս, որ Աստված քեզի համար պատրաստել է լավագույնը, որպեսզի դու այդ մանկական իրավիճակից դուրս գաս։ Մանկությունը եւ երիտասարդությունը ունայնություն է, գրված է այդպես, որովհետեւ մանկությունը իր մանկական իրավիճակում շատ անհեթեթ խեղաթյուրիչ բաներ ունի, բայց Աստված կամենում է, որպեսզի քո կյանքում գա լրջություն, հավասարակշռվածություն, ու դա Քրիստոսի բացառիկ ու բացարձակ ներկայություն է քո կյանքում։ Այսինքն Քրիստոսը լինում է քո պարունակությունը ու դու լինում ես նրա արտահայտությունը։ Սա այն սուրբիկների մասին չի խոսքը։ Սուրբիկ լինել, մի հատ սվիտոշա, այսպես գնալ, որ դու սուրբ ես, ոտքերի տակ անգամ մրջյունները չես տրորում, սրա մասին չի խոսքը։ Բայց այդտեղ կա մի բան, որ դու լիակատար իմանում ես, որ դու ես Աստծո գենը, եւ եթե դու Աստծո գենն ես, ուրեմն Աստծո ներկայացուցիչն ես երկրի վրա, պիտի հասկանաս սա։ Ուրեմն դու ունես պարտավորություն քո հոր պատկերը եւ նրա պատիվը բարձր պահելու, քո սեփական կյանքով, քո սեփական դիրքով։ Ոչ թե մարդկային ուժերի հիման վրա, այլ այդ, որ դու նրա գենն ես, նաեւ նրա հոգին քեզ օգնում է, որպեսզի դու իրան արտահայտես քո կյանքով, քո մտքով, քո խոսքերով։ Թող Տերը օգնի, որ ընկալենք սա։ Աստծո օրհնությունը քեզ քո տանը, քո ծառայության վրա։ Խաղաղություն քո տանը, ամեն։